Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորը։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել օկուպացված Մարտակերտի 17-րդ դարի երից մանկան ցվանքը։ Տարածված լուսանկարներում երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ Սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյավոր նախոշի մեջ տեղադրված քանդակը երեսնի վայր ընկած է։ Ադրբեջանը շարունակում է իր վանդալիզմը օկուպացված Արցախում։ Իտալական La Stampa պարբերականը հոդված է հրապարակել Երևանի մասին, ներկայացնելով այն պարտադիր այցելության վայր եւ բնութագրելով վարդագույն քաղաք, որտեղ ժամանակը խառնվում է կոնյակին։ Հայաստանը շարունակում է մեծ վայելչություն վայելել եվրոպական մի շարք երկրներում։ Աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխա Սամոյանը նոմինացվել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշան վահանակարգում։ Ավարտվող տարում Ամոյանը նվաճել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։ Հարգելի մարզասերներ, դուք եւս կարող եք աջակցել մեր չեմպիոնին մեկնաբանություն թողնելով United World Wrestling-ի համապատասխան հրապարակման տակ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կապիտան Սերգեյ Թերզյանին հանձնել է ոսկե աստղ մեդալը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նրան պարգևատրել է Կրեմլի Գեորգիևյան դահլիճում, որտեղ այսօր պարգևներ են ստացել նաև այլ զինվորականներ։ Թերզյանի շնորհիվ ոչնչացվել է 8 տանկ, զրահամեքենաներ, ավելի քան 150 միավոր ավտոտեխնիկա, անօդաչու թռչող սարքերի կառավարման կետեր եւ այլ սարքեր։ Անհայտ անձին հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի ավետարանը։ Այս փաստը հրամայական է դարձնում մասնավոր անհատների կացարաններում եւ համայնքի եկեղեցական հաստատություններում առանց անվտանգային պատշաճ համակարգի եւ պահպանման պայմանների ձեռագրի առկայության խնդրի կարգավորումը։ Մատենադարանի տնօրինությունը հնարավոր բոլոր առիթներով հայտարարել է իր պատրաստակամությունը, եթե ոչ իբրև նվիրատվություն ընդունելու, ապա այդ մատյաները ժամանակավոր պահպանության առնելու վերաբերյալ։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը եւ պատրաստ ենք մասնավոր կամ համայնքային պատկանելության ձեռագիր մատյանների պատշաճ պահպանության համար իսպաս դնելու Մատենադարանի նյութական եւ մասնագիտական կարողությունները։ Երաշխավորում ենք, որ բոլոր մատյանները մուտք կգործեն Մատենադարանի պահոց ըստ ժամանակավոր պահպանության նախապես ստորագրված պայմանագրի, որում կամրագրվեն սեփականատիրոջ իրավունքները եւ Մատենադարանի պարտավորությունները։ Ցավալի է, որ Մատենադարանի մատյանների տուն դարձ արշավին զուգահեռ, որի շնորհիվ աշխարհի տարբեր աճուրներից եւ մասնավոր հավաքածուներից Հայաստան են վերադառնում մեր հոգեվոր արժեքները, մեր իսկ երկրում կողոպտվում են եւ անհետանում հոգեվոր պատմության նմուշները։ Այս ոլորտում Մատենադարանի հետ համագործակցությունը քաղաքացիական հասունության եւ պատասխանատվության ցուցիչ է։ Հայաստանը պատրաստ է արդեն այսօր թույլ տալ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև բեռների տարանցումն իր տարածքով։ Նման հայտարարություն է արել վարչապետ Փաշինյանը։ Փաշինյանը Բեռլինում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում արձանագրվող նոր զարգացումներին, ընդգծելով, որ տարածաշրջանում արդեն վերահաստատվում են փոխադարձ հաղորդակցությունների գործնական մեխանիզմներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ երկարատև խաղաղության համար։ Փաշինյանը հիշեցրել է Ադրբեջանի այն որոշումը, որով վերացվել են այդ երկրի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Նա գնահատել է Ալիևի այս որոշումն ու հայտարարությունը, քանի որ ըստ Փաշինյանի դա շատ կարևոր եւ դրական իրադարձություն է։ Այնինչ ընդամենը մի քանի ամիս առաջ անհնարին էր թվում, այժմ իրականություն է։ Հացահատիկը Ղազախստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երկաթուղով։ Հայտարարել է Փաշինյանը, ընդգծելով, որ սա անկախ Հայաստանի պատմության համար աննախադեպ զարգացում է։ Վարչապետի խոսքով Հայաստանը նույնպես պատրաստ է բացման ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական առումով։ Արդեն այսօր թույլ տալ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև բեռների տարանցումն իր տարածքով։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Հնդկական ավիաուղիները սպասարկող ինքնաթիռում աղավնին հայտնվել է սրահում, խանգարելով ուղևորներին։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։